ստեղ ճանապարհ Քանի որ կանգնած եք, ձեզ խնդրեն հետո մի փոքր Պարոն Կարապետյան, հեծը զրկեցին լիցենզիայից, բայց մի համատեքստի եմ ուզում անդրադառնալ, հունիսին, երբ Սամվել Կարապետյանը ձերբակալվեց եւ պրոցեսներ մեկնարկեցին, փորձագիտական շրջանակներից տեսակետ հնչեց, որ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար Կարապետյանի կալանավորումը բացառապես արհեստական առիթ է Կարապետյանի ձեռքից հեծը խլելու համար եւ այն թուրքական ինչ-որ ընկերության օտարելու նույնիսկ անուն ներգրվել ակաս Ղազանչի հոլդինգի մաս կազմող ընկերություն նախ Սրան անդրադառնաք լիցենզիայից զրկելուն ինչ է հաջորդելու եւ հավանական սցենար է արդյոք այս տեսակետը հիշեցնեմ ռուս վերլուծաբան Արեշևի հոդվածում էր այս մասին տեղեկությունը խնդրեմ շա պատասխանեք եւ նաեւ աղոթքի նախաճաշի վերաբերյալ հարցադրումներ կան Առաջինը կուզեի ասել, որ մինչև Սամվել Կարապետյանի հայտարարությունը հեծի հետ կապված որևէ պրոցես տեղի չէր ունենում, այսինքն մենք չունենք ինֆորմացիա հեծի հետ կապված սեփականատիրության իրավունքների խախտման որևէ փորձ մինչև հայտնի հայտարարությունը։ Այսինքն ես կուզեի ասել, որ սկզբից եղավ հայտարարությունը, իսկ հետո եղավ հեծը, այսպես ասած, խլելու այս փորձերը։ Բայց մենք պետք է հիշենք նաև, որ միջազգային որոշումները Ստոկհոլմի արբիտրաժը չի կատարվում, Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին, որ չկատարի այսպիսի որոշում։ Կատարվել է ու կուզեի մեր հայրենակիցներին հիշեցնել, որ չնայած դրան այս ամենը ինչ կատարում է հեծի հետ, դա հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության, որ նա պաշտպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ այն հետևանքները բիզնեսի հետ կապված, որ մենք տեսնում ենք, որ մենք կրում ենք, մենք պատրաստ ենք կրելու այդ հետևանքները մեր համոզմունքների համար։ Մենք պատրաստ ենք, մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար։ Այսինքն շատերը խոսում են, ասում են, որ մարդիկ, հայ գործարարները միայն գումար աշխատելու մասին են, բայց հայ գործարարները շատ հայ ձեռներեցներ նաև ունեն գաղափարական մեծ հենք, որի արդյունքում նրանք պատրաստ են բոլոր ճնշումների, պատրաստ են ֆինանսական կորուստների, միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար։ Ռոմանոս Պետրոսյանն էր անդրադարձել ձեզ, նաև նշելով, որ մասնավորապես դուք եւ Սամվել Կարապետյանը պիտի իրեն շատ շնորհակալ լինեք, որովհետեւ ինքը հեծում մեծ խնայողություններ է արել։ Այսպես ասեմ, եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, մենք կարող էինք դիտարկել, թե ինչ խնայողություններ են եղել եւ ինչ արդյունքներ են եղել։ Սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել որևէ մեկին, ով գործիք է հանդիսացել ակամայից թե կամայից, որ Հայաստանում սեփականության իրավունք ոտնահարվի։ Բայց իշխանությունները անդադար հիշեցնում են, պաշտպանում նշում են եւ նույնիսկ նշել են, որ ձեզ հետ ցանկացել են հանդիպել, քննարկել հենց այս դրվագները։ Մենք չենք դիտարկում օրինական քայլ կառավարչի նշանակումը, այդ իսկ պատճառով հանդիպումը ես ձեռնպահ եմ մնացել հանդիպումից։ Իսկ իշխանությունները նաև հիշատակում են իրավունքի հետ կապված կփերակեն, հայ եթե համաձայնություն չկա, գերակա շահ Իրենք կարող են Հայաստան բոլոր խանութները, բոլոր կրպակները մի օր սկսեն գերակա շահ ճանաչել։ Մենք պետք է հիշենք, որ զարգացած երկիր ունենալու համար գործարարը, ներդրողը պետք է վստահ լինի, որ իր ներդրումը պաշտպանված է։ Հայաստանում մարդկանց մեծ գործարարի ներդրումը պաշտպանված է, թե չէ։ Հիմա իշխանությունները անդադար հիշատակում են Սամվել Կարապետյանի խոսքը, որ ասել է թքած ունեմ հեծի վրա եւ իրենք դա մեջբերում են անդադար։ Շատ կարևոր է, որ որևէ ակտիվ, որևէ ընկերություն, որևէ չափի գումար Սամվել Կարապետյանի համար կարևոր չէ այնքան, ինչքան իր համոզմունքները։ Իր ասածը այդ ձևաչափով կարելի է ընկալել, ու մենք ընկալում ենք այդպես։ Իրենք մի բան պետք է ասեն, դա են ասում։
Հիմնարվ այսօրվա դատական նիստից ինչպիսին են սպասելիքները հաշվի առնելով, որ մշտապես եւ ձեր եւ շարժման անդամների հաստաբանների կողմից հնչում է տեսակետ, որ այս ամենը քաղաքական է։ Մեր օպոնենտները ասում են, որ վտանգ չեն տեսնում մեր ուժի մեջ, վտանգ չեն տեսնում Սամվել Կարապետյանի հանդեպ մեր հասարակության վերաբերմունքի մեջ։ Եթե վտանգ չեն տեսնում, ինչու բաց չեն թողնում Սամվել Կարապետյանին։ Ինչու են տենց հետևողական բոլոր մեթոդները կիրառում, որպեսզի ինչքան հնարավոր շատ նրան պահեն կալանքի տակ։ Ես կարող եմ ասել մի պատճառով իրենք վախենում են, որ մեր հասարակության եւ Սամվել Կարապետյանի շփման արդյունքում իրենք շատ բաներ կարող է պարզ լինել ու իրենք կարող է կորցնեն այն հասարակության մոտ սարքած վստահությունը, որը մինչև հիմա որոշ հատվածներում հասարակության իրենք կարողացել են ձեռք բերել ֆեյք նորությունների հաշվին։ Ղեկավարը նշում էր, որ իրենք օպերատիվ այլ տեղեկություններ ունեն, որ իրենց համար հիմք չի հանդիսացել միայն մեր ձևով եկեղեցու գործերի մասնակցություն ունենալ արտահայտությունը։ Կարծում եմ 6 ամիս քրեական գործի շրջանակներում իրենք պետք է այդ օպերատիվ տեղեկությունները բացեին, որ մենք տեսնեինք։ Պարոն Կարապետյան, եթե պատասխանեցիք աղոթքի նախաճաշի վերաբերյալ դրան նախորդած ձեր այսպես աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ որքանով ինձ է հայտնի համենայն դեպս մի քանի աղբյուրներ փոխանցել են, որ հենց ձեր հարցազրույցից հետո է նաև դիրքորոշում եղել շատ մասնակիցների կողմից մերժել իշխանություններին եւ չներկայանալ իրենց օրակարգով Հայաստանի Հանրապետությունում։ Կխնդրեմ նախ մեկնաբանեք Թրամփի կրտսեր որդու այցի հրաժարումն է դրա հետ կապված, ձեզ հայտնի է թե ոչ, եւ հաջորդ հարցադրումը տեղյակ եմ, որ աղոթքի նախաճաշի մասնակիցների մի մասը նախընտրեց ձեզ հետ հանդիպել, քայլել, զրուցել, նախ թեմաները ինչի շուրջ եք զրուցել եւ ինչու ըստ ձեզ իշխանությունները խուսափեցին հնարավորություն ընձեռել նրանց այցելել ԿԿՀ-ներ եւ մեր սրբազաններին նաեւ Սամվել Կարապետյանին։ Նու հարցը բաժանենք երկու մասի, նախ հարցազրույցի հետ կապված նրա ազդեցությունը։ Հարցազրույցը ընդհանուր առմամբ 4.5 միլիոն մարդ է նայել, մեր ոստիկանական գործընկերները անվճար էր, իհարկե անվճար էր, որ դուք հասկանաք, Թաքեր Կարլսոնի տարեկան պայմանագիրը Twitter-ի հետ 88 միլիոն դոլար է, չեմ կարծում, որ ինչ որ վճար նրան կհետաքրքրեր իր հարցազրույցների շրջանակներում կարևոր ինֆորմացիա տալու զուգահեռ։ Շարունակենք մեր հարցազրույցը դրա հետևանքները եւ աղոթքի նախաճաշի մասնակիցների այցը։ Հարցազրույցի հետևանքը 4.5 միլիոն մարդ աշխարհում դիտել է, հիմնականում Ամերիկայի մեր հայրենակիցներն են դիտել եւ դրա արդյունքում մենք կարող ենք ասել ոչ միայն մեր հայրենակիցները, ընդհանուր ամերիկացիները, որ Ամերիկայի հասարակության մեջ, կոնսերվատիվ հասարակության մեջ կա շատ Մենք շարունակենք լսում ենք։ Շարունակենք։ Ուզեք մի քիչ հետո շարունակենք։ Ուղղակի կստակ մնաց հարցը։ Աղոթքի նախաճաշի մասնակիցները եկան։ Նրանց թույլ չտվեցին այցելել ԿԿՀ-ներ։ Ձեզ հետ ինչ են զրուցել, ինչ են փոխանցել։ Հնարավոր է 5 րոպեից շարունակենք ծերծածերից, եթե հնարավոր է։ Այստեղ հենց նույն վայրում 5 րոպեից, եթե հնարավոր։ Այստեղ կարծես թե